Այսօր ունենք սարսափելի պատկեր, հատկապես ամուսնալուծությունների հետ կապված, գրեթե 2-ից 1-ը զույգերի Երևանում հատկապես ամուսնալուծվում են։ Կուզեմ խոսենք նաև հոգևոր պատճառների մասին, մի փոքր անդրադարձանք, բայց նախքան ամուսնանալը ոչ միայն մայրաքաղում, արդեն մարզերում է դա սովորական է դարձել։ Պակասը նորից վերադառնում ենք հոգևոր սիրո պակասից։ Նախ այստեղ մեր բաց թողումը կա հոգևորականների, որ մարդկանց առանց այդ զրուցելու խոսելու ժամադրում են, օրը գրանցում են ու ամուսնացնում են։ Ես ինքս տարվա մեջ ես մի ձեռքը շատ է որ ամուսնացնեմ, պայմաններ կա։ Պիտի գան նախ իմ հետ հանդիպում։ Մի քանի ժամ պիտի խոսենք, 2 ժամ կտևի, թե 1 ժամ, թե 3 ժամ չգիտեմ։ Բոլոր հարցերից կենցաղային, սեռական, ամեն ինչից խոսում իրենց հետ։ Պիտի գան խոստովանության, եւ անպայման պիտի գան պսակից առաջ միասին աղոթելու վատարակին հաղորդվեն, հետո նոր մոտենան պսակի խորհուրդ։ Եթե չլրացրեցին հրաժարվում իրենց պսակելուց։ Որտեւ լինում է նաեւ երբեմն զրուցում հետո հրաժարվում են պսակելուց։ Ասում եմ ինչ ես ուզում, իրեն պսակվեց, հարց։ Նախ նստեցնում իրաց կողքը, ասում եմ առաջ ասում աղջիկ ջան, ասա, ինչը չես ներիրեն։ Երեսին ասա։ Երկուսն էլ միասին առաջին բանը դավաճանություն։ Ասում եմ երկրորդ ամենակարևորը սուտը։ Ասում եմ լսեցիր տղա ջան, չստես։ Ստեցիր բաժանվել քեզանից։ Դու ինչ ես, մեկ ինձ խափի, լսեցիր, ոչ մի բան չթաքցնես։ Դի խոսցնես մարդկանց, լուծումներ գտնես, հետո մարդիկ դի հասկանան, 18 տարեկան, 20 տարեկան աղջիկը մայրը չի խոսել հետը ոչ մի բան, նրա տաղում հետ էլ հայրը չի խոսել, բան գաղափար, ասում կներեք, որ ես նույնիսկ սեռական հարցերով ձեր հետ քննարկում, ոնց պիտի հարաբերվեք, ինչ պիտի անեք, ոնց պիտի լինի այդ ամենը, որպեսզի այդ ամենը պատճառ չդառնա, սեռական սխալ կյանքից էլ մարդիկ կարող են իրարից զզվել։ Դրա համար աղոթքի մեջ պսակ ասում իրար սիրեն պարկեշ կենցաղով, առանց ամոթի եւ առանց լկտիության։ Այսինքն սերը ներողություն սեքսի չպիտի վերածվի։ Դա տղամարդու եւ կնոջ սիրելու ձևն իրար գեն այդպես են սիրում, դա այնքան մաքուր, այնքան ջերմ պիտի պահես, որ սեռական ցանկությունների չվերածվի, հետո գնաս ու իրարից զզվեք այդ ամեն ինչի մեջ։ Երկրորդ ասում եմ իրար հետ խռովել եք երբևէ, չի ասում դե գնացեք խռովեք, գնաց հետո կգաք խոսենք, դե ով է շուտ հաշտվելու, եթե չեք հաշտվել, հետո ասում եմ տեսեք դու գալ եք մեկ տան մեջ ապրելու։ Մեկ բան ընկերություն եք անում, երկուսն էլ մեկը սիրուն գեղեցիկ հագնվում հարդերում օծանելիք, ինձ խոսվածքը, պահվածքը ուշադիր, ասում եք որ պսակվում եք, այդ զգոնությունը կորում է, եւ ձեր երկուսի բացերը միանգամից դուրս է գալիս չերես, այդ ժամանակ ձեր սերը պետք է փորձության ենթարկվի, պատրաստ եք հաղթահարել։ Պետք է խոսես մարդկանց, հոգեվոր գիտակցությամբ, որովհետեւ այլ եմ ասում, մարմինը երկար չես կարող սիրել։ Եթե ինքը շատ գեղեցիկ է, դրանով խաղաղություն չկա քո տան մեջ։